Փառք Հիսուսին։ Հալելույա։ Աստված զորավոր է, ամեն։ Տեր այստեղ է։ Քո կողքին ասա, Հիսուսը այստեղ է։ Ամեն։ Դու հավատում ես քո ասածին։ Աստծո խոսքը ասում է, որտեղ 2-3 հավաքվեն իմ անվան շուրջ, ես ներկա եմ նրանց մեջ։ Ամեն։ Հալելույա։ Ուզում ես իմանալ իմ քարոզի վերնագիրը այսօր։ Իմ քարոզի վերնագիրը դու կասես առաջինը երևի, ասա քո կողքինին երբեք, մյուս կողքինիդ ասա ոչ մի անգամ, այն մյուս կողքինիդ ասա ոչ այն ժամանակ, այն մյուս կողքինիդ ասա ոչ հիմա, ու ոչ վաղը, ոչ էլ հետո, Աստված քեզ չի թողնի։ Հալելույա։ Հալելույա։ Հալելույա Իսուս։ Հալելույա։ Այնքան հրաշալի Աստծո ներկայությունը այստեղ։ Ոչ թե բեմի վրա, այստեղ դահլիճում։ Փառք Հիսուսին։ Գիտես կրոնը ինչից է տարբերվում, կրոնը ու քրիստոնեությունը ինչով են տարբերվում իրարից։ Կրոնը ինքը ձև է։ Հովհաննես Թումանյանն էլ է դրա մասին գրում։ Կարդացել եք կրոնը հոգին եւ ձևը։ Գրված ասում է, երբ որ մենք ասում ենք եկեղեցի, մենք պատկերացնում ենք ինչ որ շինություն վրան անպայման վերևում խաչ եւ սև սքեմով ինչ որ մի մարդ մորուքով։ Ասում է, բայց այն ինչ եկեղեցին դա այն է, երբ որ Քրիստոսի մարմնի անդամները հավաքվում են մեկտեղ։ Դա Թումանյանն է գրում, բայց Աստծո խոսքը դրա մասին նույնպես ասում է։ Ու գիտես, ասում է, հոգին կյանք է տալիս, իսկ ձևը սպանում է։ Ես ձևի մեջ եղել եմ։ Ու կպատմեմ իմ այդ ձևի մասին, թե ինչ ձևի մեջ եմ եղել։ Ուրեմն ես հավատում եի փոքրուց Աստծուն, հասուկ արդեն ծիծաղում է, արդեն պատկերացնում եմ ինչի մասին եմ պատմելու։ Ինքը ծիծաղալու պատմություն է։ Ուրեմն ես փոքրուց հավատացել եմ Աստծուն, ոնց եմ սկսել հավատալ Աստծուն, մեկ օր գիշերը մենք Ռուսաստանում ենք ապրում ու գիշերը մամաս ինձ ասեց արի հայր մեր աղոթենք ուղակի իրար հետ։ Ու այնպես չէր որ մամաս հավատացյալ էր, պրոստը ինքը սենց Աստծուն հավատում էր ու սենց ասեց արի հայր մեր աղոթենք իրար հետ պապայի համար։ Հայր մեր ենք ասում պապայի համար։ Ու դից այդ գիշեր ես սկսեցի հայր մերը մամայիս հետ կրկնել։ Ու երբ որ մենք կրկնեցինք, այդ օրվանից Աստված կպավ իմ սրտին։ Ասես մի հատ հայրմերի պատճառով։ Պատկերացնում ես Աստված կպավ իմ սրտին։ Ու ես սկսեցի այդ օրվանից, ես այդ ժամանակ երևի 11-12 տարեկան էի, այդ օրվանից ամեն գիշեր ես հայրմերը ասում էի, անգամ ես հիշում եմ, որ ես չասելով քնում էի, ասես մտքիս մեջ հիշում էի, որ չեմ ասի, արթնանում էի շուտ ու սկսում էի հայրմերը ասել։ Ու այդպես իմ սրտում հավատք էր գալիս առ Աստված, որ ես հավատում եմ, որ Աստված կա։ Մի խոսքով անցավ մի քանի տարի, ինձ էս միտք եկավ մի օր։ Ես ամեն օր աղոթում էի հայրմերը ու ինձ էս միտք եկավ մի օր։ Այ եթե դու ամեն օր հայրմերը մի քանի անգամ չաղոթես, վատ բան կլինի։ Ու ես սկսեցի արդեն արագ ամեն օր հայրմերը աղոթում էի, ու երբ որ մենք սեփական տան ենք ապրում ու մենք մեծ ունենք դասասենյակ երեխաների, մենք 4 երեխա ենք, մենք ունենք մեծ դասասենյակ, ու այդ դասասենյակը ամբողջությամբ գրքեր էր ու մի հատ անկյուն կար, չեմ չափազանցնում, երևի ասենք այս հատվածից մինչև մոտավորապես մի այսքան ինքը սենց ամբողջ այդ պատը իկոնաներ էր կախած, սենց իկոնաներ տեսել եք, նկարներ էր սենց էլի, որ սենց սուրբ նկարներ է լինում ու ես մտնում էի սենյակ աղոթելու, ես գիտեի այդ նկարների առաջ պետք է աղոթենք հայրմերը, մտնում էի այնտեղ ծունկի էի գալիս ու աղոթում էի հայրմերը։ Հետո ինձ մի օր սենց միտք եկավ, որ եթե դու հիմա եթե այդ աղոթելուց հետո պետքա ինչ-որ այդ նկարին տեսել եք, չի եկեղեցիներում որ ասենք պաչում են նկարը դուրս են գալ, պետքա մի նկարը անպայման պաչես։ Եթե չպաչես, ոնց որ ինձ սենց բան եղավ, որ քո պապային վատ բան կլինի։ Սենց ես մտածում եմ դե այդ Աստված ասում էլի։ Ես սենց հայրմերը մտա աղոթեցի ու պաչեցի այդ նկարը դուրս եկա։ Հետո հաջորդ օրը մտնում եմ ու այդ միտքն է էլի գալի։ Հիմա որ դու աղոթեցիր, հիմա դու պետքա նկարը պաչես ու կողքի նկարն էլ պետքա պաչես։ Ու ես սենց երկու նկարները սենց պաչեցի, դուրս եկա, որովհետև միտքը հաջորդ գալիս է։ Եթե չանես, վատ բան ալնելու քո պապային։ Իսկ ես վախենում էի, որ վատ բան չլինի, ասում էի կանեմ, ու ես գիտեի դա Աստված է։ Քեզ հետաքրքիր է շարունակությունը պատմեմ։ Դու շատ ես ծիծաղալու, սպասի։ Հետո հաջորդ օրը
ինձ միտք է գալիս, որ պետք է էլի աղոթեմ, աղոթում եմ, ես մտնում եմ հայրմերը մի 8 անգամ իրար հետևից արագ-արագ հայրմերը ասում եմ ու վեր եմ կենում, նկարը որ մի 3 հատ նկար արդեն պետք է պաչեմ, 4 հատ նկար հաջորդ օրը պետք է պաչեմ ու տենց ամեն օր մի հատ նկարները ավելանում եմ։ Ու այդ ամբողջ պատը առանց չափազանցնելու, չգիտեմ, երևի մոտ մի 60 հատ նկար կլներ։ Ու պատկերացրեք իմ վիճակը արդեն։ Ես մտնում եմ աղոթելու ու արդեն ամիսներ է անցել ու ամիսների մեջ թվերն էլ չէ շատացել։ Հասավ նրան, կարճ ասեմ, որ այդ ամբողջ նկարները ես պետքա պաչեմ։ Ու հիմա պատկերացրեք, այդ պատն է։ Ես գալիս եմ ծունկի եմ գալիս, հայր մեր ասում եմ, հայր մեր որ ինքն սուրբնի քո անունը, պետք է 8 անգամ արագ-արագ ասեմ, դա պատկերացնում եք իմ վիճակը, ասեն, թող գա քաղաքացիական, թող գա կամ կլինի ինչպես երկնքում այնպես երկրի վրա մեր հացը տուր մեզ ասենց արագ-արագ ասում եմ, որ շուտ բրծնեմ ու չեմ ուզում ասեմ, բայց վախում եմ, որ պապայից վատ բան կլինի, դրա համար ասում եմ, էլի այդ ու ասենց արագ-արագ սաղ ասում եմ, հելնում եմ սենց ու 50 հատ նկար։ Պատկերացնում եք, սենց սաղ պաչում եմ երեխեք այդ նկարները։ Սենց այդ սաղ նկարները պաչում եմ ու դուրս եմ գալիս։ Հետո ինձ սենց միտք է գալի, որ ոչ թե պետքա պաչեմ մենակ այդ նկարները, այլ այդ նկարների մեջ քանի հատ գլուխ կա, սաղին պետքա պաչեմ ես։ Պատկերացնում եք, սենց այդ նկարներն ու ամեն մի նկարի մեջ ասենք այնտեղ պատկերված է, չէ, Հիսուսը, Մարիամը, ասենք Հիսուսը գիրկը, սենց ինչ որ պատկերներ կա, չէ։ Ու դե հրեշտակներ են մի 4 հատ հետևը թևերով սենց կանգնած բան, ու այս սաղին պետքա պաչեմ այդ նկարի մեջ ու ամբողջ նկարները, ինչքան այդ պատկերներ կա, ու ես մտնում եմ այդ սենյակ, անգամ հետո ինձ սենց միտքեր գալի, եթե ես պրոստը դաժե մտնեմ այդ սենյակ չաղոթելու, պետքա սաղին պաչեմ, գնամ այդ գիրքը վեկալեմ, հետո սաղին պաչեմ, հետո հետ դուրս գամ այդից։ Երեխեք ահա որ էր վիճակը, սենց մտնում էի, պատկերացրեք, այդ սաղին Սենց սաղին նկարը ոչ թե օդի մեջ պիտի կպտնե իրան, սենց պաչում էի սաղ այդ նկարը, ասեն գիրքը վեկալում էի, հիմա սաղին պետքա պաչելով, վտեից էլի դուրս գամ, ու պատկերացնում եք, էդի շատ ահավոր էր, ես սենց սկսել էի աշկերը սենց արագ-արագ թարթում էի, արդեն սենց նևրոզ էր իմ մոտ, ու ես ոչ մեկի դրա մասին չէի ասում, էլի, ոչ մեկ չգիտեր, ու հետո որ ասենք պետք էր լինում, որ այդ սենյակ մտնեի գիրք վեկալեի կամ ինչ-որ բան, ես այդ ժամանակ երևի չեմ հիշում, քանի տարեկան, դպրոցական էինք դե որ պետք է գիրք վեկալեի սենյակից, ես քուրիկներիս էի ասում մտեք վեկալեք, որտեվ գիտեի, որ մտnem սաղ պետք է պաչեմ, նորից դուրս գամ, ուրիշներին էի ուղարկում, որ այդ գրքերը վեկալեին կամ ինչ-որ բաներ պետք է սենյակում։ Ասա մի օր։ Ու մի օր մեր կողքը, մեր հարևանը, ինքը մեր եկեղեցուց է, ու ինքը մի օր ինձ սկսեց ավետարան քարոզել։ Իսկ ես ոչ մեկ այդ մասին չեմ ասում, ես գիտեմ, որ դա ինձ Աստված է ասում, ու ես ասենց վախեցած այդ ամեն ինչը անում եմ, ու դա կրոնա։ Դրա մեջ չկա կյանք։ Որտեվ գրված Աստծո խոսքում ասում է, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է, ու կատարյալ սիրո մեջ վախ չկա։ Ամեն։ Բայց ես վախից էի այդ ամեն ինչը անում։ Ու ես հիշում եմ, որ մենք իրար այդ մարդու հետ խոսացինք, ինքը ինձ ավետարանեց, ես իրան պատմեցի, ասեցի սենց բաներ իմ հետ կատարվում, ասեցի ամբողջ օրը պաչելով ման եմ գալիս, արդեն հոգնելա պրոշտերը սաղին պաչելով մազոլ էր եղել երևի արդեն, ու ինքը ինձ ճշմարտությունը ասեց, ու ինքը ճշմարտությունը ինձ ասեց, որ այդ ամեն ինչը Աստծո հետ կապ չունի, ուղղակի դա սատանայի սուտն է եղել։ Գիտեք, ուղղակի երբ որ ինքը ավետարանը բացեց ու սկսեց ճշմարտությունը ինձ բացատրել, ես այդ ժամանակ ազատագրվեցի։ Ինքը դեռ չէր էլ աղոթել իմ համար։ Ես այդ ժամանակ ազատագրվեցի։ Մի անգամից։ Ու ես դրանից հետո գիտեք ինչ արեցի։ Ես դրանից հետո արագ եկա գնացի այդ սենյակ մտա։ Սաղին սենց թարս նայեցի այդ նկարներին, ու սենց ինձանից դավոլնի էլի։ Ես ստեղ եմ, բայց դες չեմ պաչում։ Սենց սաղին սենց դավոլնի նայեցի, ինչ որ բաներ պետք սենց մթում, վեկալեցի ու առանց ինչ որ բանի սենց թարս նայելով սաղ նկարներին դուրս եկա։ Ես այդ ժամանակ փոքր էի։ Բայց գիտես ինչ։ Աստված այդ ամեն ինչը տեսել էր։ Ճիշտ է, այդ ամեն ինչը ճիշտ հունով չի գնացել, որովհետև ես գիտեի դա Աստված է, ու ես այդ ամեն ինչը անում եմ, բայց Աստված ամեն բան տեսնում է, ու Աստված ամեն բան գիտի։ Ու քեզ ուզում եմ ասեմ, կրոնը ինքը սպանում է, կրոնը ինքը բերում է վախ, կրոնը ինքը բերում է տագնապ քո սրտում, կրոնը ինքը բերում է տես չար մտքեր քեզ, հասկանում ես, բայց Աստված սեր է։ Ոչ մի հայր չի ուզենա, երբ որ տնա իր երեխուն տանջվելուց, բայց ես այնտեղ տանջվում էի։ Ինձ տանում էին բժիշկի, որ իմանան աշկերտս ինչի եմ այդպես արագ-արագ սենց թարթում, բայց ես չէի ասում պատճառը որն էր, բայց ես տանջվում էի։
ու երբ որ Տիրոջ խոսքը եկավ, ինքը Տիրոջ խոսքը բերեց ազատություն իմ կյանքի մեջ։ Ես ճանաչեցի ճշմարտությունը ու ճշմարտությունը ինձ ազատ արձակեց։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Իսկ ամեն, փառք Տիրոջը։ Եվ այն խոսքը, որ ես ուզում եմ քեզ այսօր ասեմ, վերնագիրը մենք միասին ասեցինք, Աստված քեզ երբեք չի թողում։ Երբեք։ Ոչ երեք, ոչ այսօր, ոչ վաղը։ Ու երբ որ մենք բացենք Մատթեոս ավետարան 27-րդ գլուխ 46-րդ խոսքը, գրված է այսպես. Եվ ժամը 9-ի դեմ էր, Հիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Էլի, Էլի, լամա սաբակթանի, այսինքն, իմ Աստված, ինչու թողեցիր ինձ։ Պատկերացնում եք, Հիսուսը խաչի վրա էր, ու ժամը 9-ի մոտերն էր։ Ու այդ ժամանակ Քրիստոսը գոռում է, պատկերացնում եք, Գողգոթյան խաչի վրա։ Խաչալ Քրիստոսին, այնքան լավ է, որ այստեղ խաչը կա այսպես մեծ։ Ես կարծում եմ միգուցե այսպես մեծ խաչ էր այդ խաչը։ Ու Քրիստոսը խաչված է, գանված է այդ խաչի վրա, պատկերացնում ես։ Խնդրեմ, որ մի քիչ պատկերացումը ցենց միացնես ու պատկերացնես իմ հետ։ Ու Քրիստոսը խաչի վրա գանված է։ Գիտես ինչ, այն ինչ որ իրան արել էին, այդ ամեն ինչը մի կողմ, ցավացրել էին, ծեծել էին, խաչել էին։ Գրված է, որ թքել էին իր երեսի վրա, ապտակում էին իրան, փշեպսակը դրել էին։ Բայց մի բան, որ ինքը գանված խաչին գոռում էր, ու ասում էր. Աստված իմ, ինչու ինձ թողեցիր։ Գիտես, դա մի պահ էր, երբ որ Աստված թողեց։ Բայց ոչ թե թողեց Աստված Քրիստոսին որպես Աստված, այլ Քրիստոսին թողեց որպես մարդ։ Քրիստոսը վերցրել էր մարդկության մեղքերը իր վրա։ Ամեն։ Գրված է, որ Քրիստոսը վերցրեց մեր հիվանդությունները, մեր մեղքերը, անեծքները, դառնությունները մեր կյանքի ու գամեց խաչին, այդ ամեն ինչը իր վրա էր։ Ու նաև իր վրա էր այդ լքվածության զգացողությունը, Աստծուց թողնված լինելու զգացողությունը։ Ու ես կարծում եմ դա ամենացավոտն էր իր համար, երբ որ իրան այդ ժամանակ, այդ վայրկյաններին, այդ րոպեներին Աստված թողեց։ Դու պատկերացնում ես, Քրիստոսը գանված է խաչին, ինքը զգում է, որ Աստված իրան թողեց։ Ինքը գիտի, որ Աստված թողեց, որտեղ ամբողջությամբ ինքը մեղքի մեջ էր, ամբողջությամբ, ամբողջ աշխարհի մեղքն էր իր վրա։ Ու երբ որ Քրիստոսը դա արեց, գիտես դա ինչ էր նշանակում։ Ու երբ որ Աստված, Հայրը Աստված թողեց, երբ որ ինքը բացականչում էր Աստված իմ, ինչու ինձ թողեցիր։ Դա եղավ նրա համար խաչի վրա, որ այլևս երբեք դու քեզ թողնված չզգաս Աստծո կողմից։ Գիտես, Աստված, ես աղոթում էի, ես պատրաստում էի կոնֆերանսին այս քանի օր։ Ու ինձ դաժե իմ ընկերները ձմեռային ճամբարում էին ու հարցրեցին, ասեցին, ինչի մասին ես քարոզելու, ես իրենց չասեցի, որովհետև ես մի քանի բան էր sense սրտումս վառում։ Ու հետո զգում էի, որ ես եմ ուզում էդի քարոզեմ։ Բայց երբ որ մտ աղոթի ու Աստված գիտես ինչ ասեց, ասա իրանց, որ ես իրանց երբեք չեմ թողելու։ Ասա իմ երիտասարդներին, որ ես իրանց երբեք չեմ թողելու։ Գիտես, Աստված երբ որ թողեց խաչի վրա Քրիստոսին, դա այդ վերջի անգամն էր, որ քո կյանքում դա չի կրկնվելու էլ երբևէ։ Քո կյանքում Աստված երբեք քեզ չի թողնելու։ Դու կասես, որ ես մեղավոր լինեմ համիկ, մեղքերի մեջ լինեմ, չաղոթեմ 7 օր չկարդամ, հələ դրա այդ գումարած մեղքերի մեջ լինեմ, սայթեր նայեմ վատ ինտերնետում, չգիտեմ ինչեր անեմ, ծխեմ, ես անեմ, այն անեմ։ Գիտես քեզ մի բան եմ ուզում ասեմ։ Երկոց 8-րդ գլուխ 7-րդ խոսք։ Գրված այսպես. շատ ջրերը, ասա շատ ջրերը չեն կարող հանգցնել սերը։ Եվ գետերը նրան չեն ընկղմի։ Եթե մի մարդ իր տան բոլոր կայքը տա սիրո տեղ, անարգելով կանարգեն նրան։ Գրված է շատ ջրերը չեն կարող ծածկել սերը, չեն կարող հանգցնել, ընկղմել։ Տեսել ես բույոկ, հայերեն չգիտեմ բույոկը ոնց է, հա ջրերի մեջ որ կա։ Ինքը միշտ ջրի վրա է, իրեն չես կարող սկացնես ներքև, ինչքան շատ ջրեր լինեն, ուզում է օվկիանոսի ջրերը թափվի։ Ինքը մեկը սենց հելնում է ջրի երես։
գրված է շատ ջրերը չեն կարող ծածկել սերը։ Քեզ մի բան եմ ուզում ասեմ, շատ ջրերը քո կյանքի, շատ մեղքերը միևնույնն է չի կարա ծածկի Աստծո սերը քո հանդեպ։ Մեկ Աստված քեզ սիրում է, ու այդ շատ ջրերը բարձրանալիս, միևնույնն է Աստված իր կարծիքը քո մասին չի փոխում։ Միևնույնն է Աստված քեզ չի թողնի։ Միևնույնն է դու Աստծո համար թանկ ես, որովհետև այն սերը, որ ինքը ունի, քո մեղքերը անգամ չեն կարա ծածկեն այդ սերը։ Լսում ես թե չէ։ Անգամ քո մեղքերը չեն կարա ծածկեն այն մեծ սերը, որ Աստված ունի քո հանդեպ։ Գիտես սատանան ինչու է գալի այս մտքերով, որ Աստված քեզ թողել է։ Գիտես խիա թողել Աստված, որտեվ դու երեք չես աղոթել։ Գիտես խիա թողել Աստված, որտեվ ես դու մի քանի ամիս չես աղոթում լավ, մի քանի ամիս չես կարդում, մի քանի ամիս Աստծուն չես փառաբանում։ Աստված քեզ թողել է։ Գիտես ինքը միշտ գայս ասես ճշմարտությունը լեղոզած քեզ ասում է։ 99% անոց ճշմարտություն է գալի, բայց դա ամենամեծ սուտն է։ Ու դու մտածում ես, ասում ես, գիտես ճիշտ ես դու։ Ճիշտ է դու ես չեմ աղոթել, ճիշտ է ես մեղք եմ գործել, ճիշտ է ես չեմ կարդացել, ճիշտ է ես բան բասել եմ, ճիշտ է ես այն վիճակում եմ, որ Աստված պետք է ինձ թողած լիներ, բայց ես քեզ ունեմ խոսք Աստծուց։ Աստված քեզ այդ վիճակում էլ չի թողի։ Լսում ես, Աստված քեզ այդ վիճակում էլ չի թողի, որովհետև Աստված ինձանից ու քեզանից լավ գիտի մեր կյանքը, ու գրված ասում է մենք դեռ մեղավոր ենք, որ նա մեզ սիրեց։ Ինչ ես կարծում Աստված չգիտի, որ դու հիմա մեղք ես գործել, հա? Աստված գիտի ու գիտեր, որ մենք մեղք կգործենք, սխալվենք, ընկնենք։ Սիրելիս, խնդրեմ, որ դու ճիշտ հասկանաս ինձ, ես չեմ խոսում նրա մասին, որ մենք ազատ լինենք ու մեղքեր գործենք։ Դա ուրիշ հարց է։ Ես խոսում եմ նրա մասին, որ ինքնադատապարտությունը դու թույլ չտաս, որ լինի քո կյանքում։ Որ դու վճիռը չկայացնես, որ ես արժանի չէ, որ Աստված իմ հետ լինի հիմա։ Ոչ, դու արժանի ես։ Իսկ գիտես ինչու է սատանան այդ մտքերով գալիս։ Որ քեզ գցի, գիտես խի գցի, որտեվ ինքը ընկած է։ Գիտես ու իր սրտում կա մեծ նախանձ, շատ մեծ նախանձ, երբ որ ինքը տենում է դու կանգնած ես Աստծո մեջ, որ ինքը տենում է դու մեռած ես, որ ինքը տենում է որ դու ընկած ես ու հիմա դու հարություն ես առնում, դու կանգնում ես, Աստված քեզ կանգնացնում է, ու տենում է որ դու կանգնում ես արդեն, իսկ ինքը ընկած է ու նախանձը, ինչպես ստության հայրը, նույնպես նախանձի հայրն էլ է ինքը իր սրտում նախանձեց Աստծուն։ Ու գիտես, երբ որ ինքը տենում է որ դու կանգնած ես, ինքը գալիս է ու սկսում է բան բասել քո ականջին։ Ինքը գալիս է ու սկսում է քո ականջին վատ բաներ խոսալ, լղոզված ճշմարտություններ բերել, ինքնադատապարտություն բերի քո կյանքում ու քեզ համոզի, որ Աստված չի կարա այս քո վիճակում քո հետ լինի։ Բայց ես քեզ ունեմ խոսք Աստծուց եւս մի հատ։ Եսայի մարգարեության մեջ գիտես ինչա գրված։ Եսայի 49:15-16։ Միթե կինը կմոռանա իր կատնակեր մանուկին, որ չգթա իր որովայնի ծննդյան վրա։ Նրանք եթե մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանա։ Հալելույա! Հալելույա Իսուս։ Գիտես, Աստծո խոսքը ասում է, եթե անգամ կինը իր կատնակերը երեխային թողնի, ես քեզ չեմ թողնի։ Գիտես, մեր ծնողները մեզ չեն թողել։ Եթե թողնեն էլ, Աստված ասում է, ես քեզ չեմ թողի։ Պատկերացնում ես, մենք ինչ պետք է անենք, որ քո ծնողը, իմ ծնողը կանգնի ասի, գնաս տեղից, դու այլևս չասես, որ ես քո հայրն եմ ու քո մայրը, ոչ թե ջղայնացած լինի ասի, այլ ասի գնա, ինքը ամեն ժամանակ այդ նույն բանը ասի քեզ։ Ոչ թե մի պահ, որ ջղայնացած ասի, դու հաշվի ծնող չունես, այլ ինքը խիստ դա դնի ու ասի գնա, ու այլևս դու քո ծնողին չտենաս։ Պատկերացնում ես, դու ինչ պետք է արած լինես։ Եթե անգամ այտենց բաներ արած լինես, Աստված ասում է, ես քեզ չեմ թողի։ Գիտես ինչ, Աստծո այդ հավատարմությունն է, որ քեզ բերում է ապաշխարության։ Աստծո այդ հավատարմությունն ու քաղցրությունը, այդ անսահման սերն է, որ շատ ջրերը չեն կարա ծածկեն։ Ինչքան այդ ջրերը կան, ու գիտես, երբ որ նայում ենք Հոբի գիրքը, գրված է, որ սատանան գնում էր Հոբից բամբասում էր Աստծո մոտ, ասում էր դու տեսար քո Հոբ ծառային սենց, տեսար սենց, եւ այլն։ Բայց գիտես ինչ, միգուցե այսօր ինքն էլ է գնում քեզանից Աստծո մոտ վատ բաներ է ուզում խոսա։ Տեսար իր մեղքերը։ Տեսար այսօր եկեղեցում ձեռքերը բարձրացած երկրպագում էր, հելավ դուսը, տեսար ոնց էր խոսում։ Հայհոյանք տվեց, ծխեց, խափեց, էս արեց, այն արեց։ Բայց գիտես ինչ, այդ ջրերը, որ ինքս ես բարձրացնում Աստծո առաջ, այդ կեղտոտ ջրերը, մեկը այդ ջրերը Աստծո սերը չի կարա ծածկի։
Եվ հաջորդ տեղը, որ ուզում եմ կարդամ, դա նույնպես դա 15 խոսքն է, 16-րդ խոսքն եմ ուզում կարդամ։ Ահա ես իմ ձեռքի մեջ։ Ահա ես իմ ձեռքի մեջ եմ նկարագրել քեզ։ Քո պարիսները իմ դիմաց են միշտ։ Լսի, սիրելիս, Աստված քեզ սիրում է։ Գիտես ոնց է սիրում։ Ոչ թե ոնց որ ես։ Ոչ թե ոնց որ դու քո կողքինի։ Անկեղծ լինենք։ Եթե շատ վատ բան անեմ քո հանդեպ, դու ինձ կարող ես չներեսել։ Եթե քո կողքին շատ վատ բան անի քո հանդեպ, կարող ես չներեսել կամ ներես սենց արդեն всё, խզվի ու ասենք դու քո դիստանցիան պայես իր այդ։ Աստվածը տենց չի։ Գիտես, անառակ որդին ամենավատ բաները արեց, անարգեց իր հորը։ Այդ ժամանակներում, երբ որ կարդում ենք այդ մշակույթի մեջ, եթե հոր տանից հելնում գնում են, մեր մոտ էլ է այդպես, չէ՞։ Անկամ նորմալ դեպքում, եթե ամուսնանում է գնում է, նեղվում են ծնողները։ Ուր մնաց, երբ որ անարգի հորը, ասի, սաղ ինչ չունեմ, դու գնա։ Ես էլ եթում եմ իմ ճանապարհով։ Այդ ժամանակվա մշակույթի մեջ вообще դա ահավոր հարված էր հոր համար։ Գիտես, բայց մի բան եղավ։ Հայրը, երբ որ որդին վերադարձավ, գրված է, որ հայրը նստած էր, գրված է, երբ որ տղան գալիս էր հեռվից, հայրը վազեց, որտեղից վազեց, որտեղ հայրը սպասում էր։ Օրեր էր անցել, միգուցե տարիներ, բայց հայրը նստած սպասում էր, միգուցե գիշեր էր։ Միգուցե հայրը քուն ու դադար չուներ ու նստած սպասում էր իր որդուն, ու գիշեր էր միգուցե։ Ու տեսավ, գիտես, իր այդ թագավորական պալատների հետ, չգիտեմ, հարուստ դղյակում էր միգուցե ինքը ապրում, որտեղ ինքը շատ հարուստ էր, ու դռան ճռռոցը գիշերով լսվեց, որ հեռվից ինքը տեսավ կեղտոտ շորերով իր տղան գալիս է։ Գիտես, հայրը չասեց, որ կեղտոտա շորերը, լավ գնամ ես թող ինքը ինչ չգատենա, թող ծառաներից տենա գնամ փոխվածնեն իրեն հագցեն, հետո ես կիմանամ, որ ինքը եկել է մթում, ես կգամ գրված է հայրը, որ տեսավ հեռվից, ինքը վազեց ու գնաց ընկավ տղայի վզով։ Գիտես, դա է Աստծո սերը, որ ինքը չի նայում քո մեղքերին, քո վիճակին, ու ըստ դրա չի չափում իր սերը։ Գիտես, անշուշտ մենք պետք է սուրբ ապրենք, որ հաճելի լինենք Աստծուն, գրված է սուրբ եղեք ձեզ կանչող սուրբի պես, բայց ես ուզում եմ այսօր այն ինքնադատապարտությունը, որ սատանան ժամանակ առ ժամանակ բերում է իմ եւ քո կյանքում, ես ուզում եմ, որ այսօր այդ իր գործերը լինի քանդված մեր կյանքերի մեջ, Հիսուս Քրիստոսի անունով, որովհետև դու կանչված ես ազատության մեջ ապրելու։ Գիտես, եթե անգամ ես քեզ բանը ուզում ասեմ, եթե անգամ մտքերը քեզ ստիպում են, որ դու աղոթքի մտնես, ոչ թե հոգին է տանում քեզ, այլ մտքերը, որ դու սենց, դու գիտես, որ դու չես աղոթել, դու սենց դունես։ Խնդրում եմ քեզ մի մտի աղոթքի։ Գիտես, այն մտքերը, որ ինձ գալիս էր ճնշելու, որ վախի մտքերը, որ գնամ ես աղոթքի, դա Աստված չկար այդտեղ։ Բայց երբ որ դու կզգաս, որ երբ որ դու զգում ես Աստծո հոգին է քեզ կանչում աղոթքի, կամ երբ որ դու զգում ես, որ դու ինքդ ցանկանում ես աղոթքի, գիտես, վազի աղոթքի։ Բայց մի թույլ տող կրոնը քեզ առաջնորդի։ Մի թույլ տուր, որ այդ ինքնադատապարտությունները գա քո կյանքում չաղոթելու պատճառով։ Միգուցե այս բանը չանելու պատճառով։ Ես խնդրում եմ, որ դու ուշադիր լինես, ես չեմ խոսում, որ մենք չաղոթենք, ես չեմ խոսում, որ մենք սուրբ չապրենք, ես խոսում եմ, որ մենք անենք այդ ամեն ինչը Աստծո սիրուց բխելով, Աստծո սերը լինի դրդապատճառ այդ ամեն ինչի։ Ամեն։ Ու գիտես, երբ որ ես կարդացի այստեղը, որ գրված է Աստված գրած է, ես քեզ, Աստված ասում է, պատկերացնում ես Անյա, Աստված քեզ ասում է, ես քեզ նկարագրել եմ իմ ձեռքի մեջ։ Դու պատկերացնում ես դա։ Աստված քո երեսը քեզ, ոնց որ դու կաս, հա, սենց իմ ես քթով ջարդած, հա, նես չէ էլի, որ Աստծուն ես դուր չեմ գալի կամ դու, որ սենց Աստված դզի բչի, սենց մի քիչ, չէ, սենց ֆոտոշոպ անի։ Պատկերացնում ես Աստված քեզ այսպես դաջում է քո երեսը իր ձեռքի մեջ։ Ու անընդհատ Աստծո ձեռքի մեջ ես, դու պատկերացնում ես, ուզում ես մի անգամ էլ կարդամ։ Ահա ես, Աստված ասում է, իմ ձեռքի մեջ եմ նկարագրել քեզ։ Խնդրում եմ, պատկերացրու սա։ Ասում է, ես նկարագրել եմ քեզ իմ ձեռքի մեջ, դու իմ ձեռքի ափում ես։ Եղել է, որ ձեռքից ինձ խաչ անես, որ հիշես ինչ-որ բան, հա, ում հետ է եղել։ Ինչի համար ես անում, որ հիշես ինչ-որ բան։ Պատկերացնում ես, Աստված քո դեմքը իր ձեռքի մեջ նկարել է։ Աստված քեզ նայում է,
ասում ես քեզ կյանքում չեմ թողի։ Եթե դու մեղքերի մեջ էլ ընկնես, եթե դու սխալներ էլ թույլ տաս, եթե սաղ քեզ անարգեն, քո պապան, քո մաման, քո ընկերները, քո մտերիմները, բոլորը քեզ ասեն վերջ, դու սպառեցիր ամեն ինչ։ Աստված ասում է ես քեզ չեմ թողի, որտեղ դու կներեք այս բառը ասեմ, գիտեք որ դաջվածքները չի անցնում, գիտեք, չի ջնջվում, չի մաքրվում, շատ դժվար այն էլ չի լում, մի խոսքով չի անցնում դաջվածքը։ Դու դաջված ես Աստծո ձեռքի մեջ։ Լսում ես, դու դաջված ես Քրիստոսի ձեռքերի մեջ։ Դու լքված չես։ Քրիստոսը լքվեց խաչի վրա։ Նա վերապրեց այդ լքվածությունը Աստծուց։ Այդ վերջի անգամն էր, որպես մարդ, որ մարդը Աստծո մեջ լքված զգա, ու դա Քրիստոսը վերցրեց իր վրա, որ դու երբեք այլևս լքված չլինես, ու երբ որ սատանան քեզ ասում է, որ դու լքված ես, ու Աստված քեզ թողել է ու պատճառները 100-ատ ներկայացնում է, սիրելիս, ես քեզ ուզում եմ ասեմ, դա անում է նրա համար, որտեվ ինքը ընկած է, ուզում է քեզ գցի, որտեվ նախանձում է, որ դու կանգնած ես Աստծո մեջ, որտեվ ինքը կանգնած էր ու ընկավ, ու ինքը ուզում է քեզ էլ գցի։ Սիրելիս, թույլ չտաս, որ ինքնադատապարտությունը գա քո կյանքի մեջ։ Թույլ չտաս, որ ինքնադատապարտությունը կառավարի քո կյանքը։ Թույլ տուր, որ Աստծո հոգին տանի քեզ։ Թույլ տուր, որ Աստծո հոգին կառավարի քո կյանքը։ Ու մի ընդունի այդ ինքնադատապարտությունները քո կյանքի մեջ, որովհետև Քրիստոսը քո պատկերը իր ձեռքի մեջ է դաջել։ Պատկերացնում ես գահին նստած, Հայր Աստված, նայում է քո ձեռքի, նայում է իր ձեռքին, իր ափի մեջ, ու տեսնում է քո պատկերը։ Ու չի փակում, գիտես ինչի։ Ես կարծում եմ, որովհետև այնքան հաճելի ես դու իրան։ Այնքան հաճելի է քո պատկերը իրան։ Լսում ես։ Իսկ եթե դու լինեիր այն մարդը, ում որ Աստված պետք է անարգեր, եթե դու լինեիր մեկ, ում որ պետք է Աստված թողներ, համաձայն եք, որ Աստված չի սխալվում, ապա այդ դեպքում իր քո պատկերը իր ձեռքի մեջ չէր դաջի, որովհետև գիտեր, որ դա չի անցնում։ Խնդրում, ես չեմ ասում կանաչ գույնի ոնց որ նակոլկաներն է դաջվածքներն, այդպես դաջված է։ Չգիտեմ, կարող է աշխարհի ամենագեղեցիկ բուսական ներկերից Աստված նկարել է իր ձեռքի մեջ քեզ։ Ամեն։ Ես հիշում եմ, երբ որ ես Աստվածաշնչյան դպրոց էի սովորում, ասես խառը ժամանակներ էր իմ կյանքի մեջ։ Ու ես եկա Աստվածաշնչյան դպրոց առավոտյան կանգնեցի, այդ դրա առաջորն ասես մեղքերի մեջ էի ընկել, վիճաբանություններ, վատ խոսքեր եւ այլն, ես մեղքերի մեջ ծանրացած, sense խիղճս հոգիս sense ծանրացած վիճակ էր մոտս, sense եկա կանգնեցի։ Եկա կանգնեցի դահլիճում, փառաբանություն էր առավոտյան, որ պետք է դասը սկսի, փառաբանություն էր։ Sense գլուխս կախած եմ, մարդիկ փառաբանում են սաղ կողքերից, ես sense կանգնած եմ ու խիղճս ծանրացած, չեմ կարող գլուխս բարձրացնեմ ու երկինք նայեմ։ Ու ես sense մի քանի րոպե կանգնած եմ։ Sense ասում եմ, ինչ ու դի մեղքերն ասես գալիս են սատանաս աղետ մտքերը բերում է ցույց տալիս ինչեր եմ արել ոնց ու sense ասում գնա դահլիճից դուրս արի մի կանգնի ստեղ դուրս արի դահլիճից դու կեղծավոր ես որովհետև դու երեք մեղքեր գործեցիր ես որ եկել ես Աստծո առաջ ուզում ես Աստծուն փառաբանես ոչ դուրս արի դահլիճից գնա դուրս արի դուրս է կանգնի կպրծնի փառաբանություն հետո կգաս կնստես ոնց ես կարծում դա Աստված է Հիշ այդ պահը, երբ որ անառակ որդին եկավ կեղտոտ շորերով, Աստված վազեց։ Ինչ ես կարծում այդ ժամանակ Աստված էր խոսում, դուրս արի դահլիճից։ Գիտես, ես կյանքում դա չեմ մոռանա այդ օրը։ Որտեվ ես այդտենց ռեալ Աստծո ձայնը, Հայր Աստծո ձայնը, այդտենց ես երբեք չէի լսել ոնց որ այդ օրը։ Պատկերացնում ես կանգնած եմ մեղքերի մեջ, sense ծանրացած խիղճս ինքնադատապարտությունը վրես։ Sense չգիտեմ ոնց ձեռքերս բարձրացեցի վերև ու գլուխս չկարացա բարձրացնել։ Այսինքն կանգնած եմ։ Չի աղոթում։ Մեկ է ներսս մի ձայն։ Գիտես, ես բազում անգամներ լսել եմ Սուրբ Հոգու ձայնը, բայց այդտենց հայրական ձայնը Աստծո երբեք չի լսել։ Գիտես ինչ ասեց, մի բառ։ Ու ոչ մի բառ ուրիշ։ Որդիս։
Գիտես դա այնքան ուժեղ էր։ Ես ես կանգնած եմ։ Աստված ասեց. «Որդիս»։ Գիտես այդ բառի մեջ ինչ էր հասկացա ես։ Ես հասկացա, որ Աստծուն չէր հետաքրքրում իմ գործած մեղքերը։ Որ Աստծուն չէր հետաքրքրում, որ իմ հանդերձները կեղտի մեջ կորած էր։ Որ Աստծուն իմ հորը չէր հետաքրքրում։ Ես դրա մեջ հասկացա մի բառ է ձայնային ելևէջների մեջ է, որ կարևորը դու հիմա իմ մոտ ես։ Որ կարևորը այս վարքյանն է, որ դու իմ գահի առաջ կանգնած ես։ Չպատմես ինձ ոչ մի բանի մասին, թե խի եղավ, ոնց եղավ։ Դու իմ աստեղ ես։ Որդիս։ Ու գիտես քեզ մի բան եմ ուզում ասել։ Այդ օր ես հասկացա, որ Աստծո համար ամենակարևոր բանը ես եմ։ Ամենակարևոր բանը դու ես։ Ամենակարևոր բանը իր զավակներն են, ամենակարևորը մենք ենք։ Ոչ թե ինչ որ դու սխալվեցիր, սայթակեցիր, ոչ թե այնտեղ ինչ որ վստահություն կորցրեցիր, ոչ թե այնտեղ ինչ որ քեզ պիտակավորում կպցրեցին մարդիկ։ Խնդրում եմ մի դատինես քեզ, ոնց որ դու կդատեիր ուրիշին։ Աստված քեզ չի դատում նենց, ոնց որ դու ես քեզ դատում կամ մարդն է դատում։ Աստծո մոտեցումը այլ է։ Պատկերացնում ես ամբողջ աշխարհն էր մեր եղավ, բայց Քրիստոսը եկավ։ Երբ որ մենք հանդեպ մեղք ենք գործում, մենք ասում ենք դու ինքը գա, ինքը սխալ է, ինքը պետք է գա ներողություն, բայց Քրիստոսը ինքն է միշտ քայլ անել։ Ու պատկերացնում ես այսօր Աստված քեզ ուզում է մի բան ասի։ Ես քո պատկերը իմ ձեռքի մեջ նկարել եմ։ Ու դու երբեք թողված չես լինի իմ կողմից։ Դու կասես չորություն է իմ կյանքում։ Գիտես մի քանի օր առաջ մենք գնացել էինք Դիլիջան կնոջս հետ։ Ես այդ առավոտյան բարձրացա անտառ աղոթելու, անտառը էր մենակի ես ու աղոթում էի։ Ու Սուրբ Հոգին ինձ հետաքրքիր խոսեց, սենց ամբողջ անտառն էր Դիլիջանիների սենց ու չորացած ծառ էր մենակ։ Սուրբ Հոգին ասեց. տեսնում ես այս անտառը։ Ասեց, սա չփառավորված վիճակն է իրա։ Չորություն է։ Բայց դա չի նշանակում, որ իմ արևը դուրս չի տալիս իրանց։ Դա չի նշանակում, որ իմ արևը դուրս չի գալիս ու չի լուսավորում, չի տաքացնում։ Բայց չորության ժամանակ է իր կյանքում։ Ասես կգա ժամանակ, որ այս անտառը կփառավորվի։ Տեսել եք, չէ՞ Դիլիջանի սիրուն անտառները։ Մեքենայով մեկ-մեկ որ վարում ես, ասես ուզում ես նայես այն կողմ, մոռանում ես, որ ճանապարհին պետք է նայես։ Այնքան գեղեցիկ են, որովհետև փառավորված ժամանակների մեջ են նրանք։ Ու գիտես, եթե քո կյանքում էլա չորություն գալիս, դա չի նշանակում, որ Աստված իր լույսը քո վրա չի ծագեցնում։ Դա չի նշանակում, որ Աստված քեզ թողել է։ Դա չի նշանակում, որ դու լքված ես։ Երբեք Աստված քեզ չի թողնի։ Երբեք անգամ ամենամեծ մեղքերի մեջ էլ դու որ լինես, Աստված քեզ չի թողնի, բայց կարող է չորության մեջ լինես, բայց Աստված իր լույսը կծագեցնի քո վրա։ Երբ որ ապաշխարես դու կգտնես էլի վերականգնում Աստծո մեջ, բայց Աստված քեզ երբեք չի թողնի։ Գիտես մի անգամ Գասպարի եւ Տաթևիկի տղային մենք միասին դուրս ենք եկել քաղաք ման գալու, հետո ես ու Ավետկան քայլում ենք, մի քիչ հետ ենք ընկել, բայց իրան որոշեցի սովորացնեմ, եթե ինքը քաղաքում կորի, ինչ անի։ Երբ որ ինքը կորի մի ամիտ քաղաքում, ծնողներին կորցնի, ինչ անի։ Ոսես կանգնել եմ ասում Ավետկա, հիմա գնում ես այն կաֆեն, ունդեղ ինչ որ այդ աշխատողներից մեկին, ասում ես հիմա ես իմ papayin մամային կորցրել եմ։ Օգնեք գտնեմ իմ papayin մամային։ Ինքը ասես շատ համարցակ ու ժիրա։ Ես սիրում եմ որ երեխաները չեն ամաչում։ Ու ինքը ասես արեց։ Հա, ասես կգնամ համիկ։ Մեկ էլ ասեցի դե գնա։ Հիմա ես հերվից կանգնել եմ, կաֆե չեմ մտել։ Ու նայում եմ ինքը ասես գնաց, մոտիկացավ այդ մենեջերին, այնտեղ աղջիկ էր կանգնած։ Ու հարցում է, ես իմ papayin մամային կորցրել եմ։ Ոնց գտնեմ իմ papayin մամային։ Ու այս աղջիկը ասես հետո որ ասես նայես, տեսա որ ես նայում եմ, ասես արեցի, որ ինքը հասկացա որ իմ հետ է։ Այս աղջիկը ծիծաղաց, հետո Ավետկան եկավ, հետո մենք գնացինք, պետք է արդեն փողոց անցնենք, հիմա ասում եմ դու պատկերացրու էլի դու մենակ ես, հիմա դու պետք է փողոց անցնես, որ գտնես մամայի, papayi կամ ինչ-որ մեկին մոտենաս, ու սովորեցնում իրան, որ կանաչ լույսի տակ անցնի, բոլոր մարդկանց հետ ասում եք կկանգնես, կարմիր լույսին, հենց մարդիկ բոլոր ամբողջը քայլին, նոր կգնաս դու իրանց հետ։ Ու ես էլի հերվում կանգնած նայում եմ։ Ինքը sense գնաց այդ օպերայի խաչմերուկի մոտ էր, ինքը sense կանգնեց մարդկանց մոտ, հենց կանաչ լույսը վրա սաղիեց sense հավասար արագ-արագ գնաց։ Ես հետևից դանդաղ գնում եմ, մոտ մի 7 մետր sense։ Ինքը անցավ։
Հետո գնացինք օպերայի կողքը բարեկային ոստիկանություններ կանգնած։ Հերվից իրան ասում էի հիմա դու գնում ես իրանց մոտենում ես, ասում ես որ քո papayin մամային դու կորցրել ես։ Ու իրանց պետքա ասես որ քեզ օգնեն։ Ուսես հերվից կանգնած եմ ու ավետքան գնաց 3 հոգի կանգնած են այդ բարեկային ոստիկանությունը, ես էլի հերվից կանգնած նայում եմ իրան։ Ինքը գնաց բայց լսում եմ մոտ մի 7 մետր sense հեռու կանգնած եմ, սկզբից ես ոստիկանությունը չէին իմացում որ ինքը մարդ կա իր հետ, ես իր հետ եմ։ Ու sense ինքը խոսում է papaիս մամայիս կորցրել են, ոնց կարամ գտնեմ ես իրան, բա։ Ես ոստիկանները սկսեցին հարց ու փորձ անել, որտեղ եք ապրում, papaիդ համար է, բան։ Ինքը sense ասում էր մոտավորապես ինչ որ բաներ էր խոսում, բացատրում էր, papas էս ձևա, մամաս էս ձևա, մենք ստեղ ենք իրար կորցրել, ինչ որ sense բացատրում էր, բան։ Ու հետո այդ ոստիկանները sense արդեն լուրջ որ sense խառնվեցին իրար, ես մոտիկացա այդ ժամանակ, ասեցի մենք sense դաս ենք անում, էլի պրոստը, ասեցի ամեն ինչ նորմալ է, ինքը իմ ընկերոջ տղան է, ու ես ոստիկանս ասում եմ մալադեց, ասում եմ ձեզ շատ ապրեք, ես ինչ լավ բան եք սովորացնում երեխային։ Դա մի կողմ։ Այն որ ես հերվում կանգնած էի, ես իրա հետ էի, բայց ինքը ինչ որ բան էր սովորում այնտեղ։ Հասկանում եք։ Աստված երբեք քեզ չի թողնում անգամ այդ չորության մեջ, ինքը միշտ քո հետ է։ Հա, կարող ես դիստանցիայով նայում ա քեզ։ Հա, որովհետև չի մոռանում քո մասին, որովհետև դու որտեղ ես։ Որտեղ։ Ասա ես Տիրոջ ափի մեջ եմ։ Հալելույա։ Նայ քո ափին։ Դատարկ է, չէ՞։ Բայց Տիրոջ ափը դատարկ չի, որովհետև այնտեղ քո պատկերն է։ Հալելույա։ Հալելույա Իսուս։